այդ ժամանակահատվածը, դուք ի վերջո այնտեղ վերապատրաստման եք գնացել, թե համալսարանը կխնդրեմ մեկնաբանեք։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար մեկ ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը, կար լրագրող հայ, հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին հասկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառեզվատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետք է փակել այդ տրամաբանության։ Ես դες ասեմ ավելին, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինձ հարցնում էին, ասենք, այ ինչ է կարել Թուրքիան, բացատրում էի, բայց հետո ուսումնասիրում էի, ասենք, պարզվում էր այդ մարդկանց բարեկամները Թուրքիայում են ապրում։ Պարզվում էր, ասենք, այդ մարդիկ գնացել Թուրքիայում հանգստացել են։ Նկատում սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ երբ որ կալուգացի օլիգարխի թիմակիցները կան ազգային ժողով էլի այդ տխմար հարցերը տալու են, ես էլ համբերատար պատասխանելու եմ։ Բայց էլի իմի բերելով այդ ամեն ինչը, ես Թուրքիայում չեմ սովորել, ես ուսանողական տարիներին Թուրքիայում չեմ անցկացրել, երբեք չեմ թաքցրել, որ մի քանի ամիս, 5 ամիս 2016-ից 17 թվականներին գիտական հետազոտություն եմ արել ծրագրով, կոչվում է Ստամբուլի Policy Center, Ստամբուլի քաղաքագիտության կենտրոն։ Ոչ մեկ ինձ դաս չի տվել, ես ոչ մի դիպլոմ չունեմ եւ այսպես շարունակ։ Նաեւ ենթադրում եմ կամ չեմ ենթադրում, ուղիղ այդպես ակնարկվում, որ ինձ մեղադրում են Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ ես Թուրքիայի հետ բանակցողն եմ։ Դե կներեք, այդ տրամաբանությամբ ուրեմն ես էլ մեղադրում եմ կալուգացի օլիգարխի եղբորը Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ երբ որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ընթացքի մեջ էր, նա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Այդ տրամաբանությամբ ես իրանց եմ մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, որտեղ նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մեղադրում եմ
Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այսքան։ Բարոյական ընդդիմության ասպահվածքը, հա, չի վնասի հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ մարդը, որը падգամավոր է դառնում եւ այդ տեսակ գրառում է անում, խնդիր չի առաջացնում։ Ինչ գրառում։ Ձեզ մեղադրում է։ ասում եմ թրքամետ Դե դա նորություն չի, հիմա մենք սովոր ենք, եթե դուք նկատել եք, շատ մեծ հավանականություն կա, որ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը գալու է եւ Հայաստան դաշինքի նիշն է վերցնելու, այդ դավաճան, բան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին, եսի ինչ եւ տեսանք Հայաստան խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, կրճատվեց առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Նրանք միանշանակ, ես հիշում եմ 2021 թվականին, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ եմ ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի տենց այդ ոճի մեջ հաստատվեց, ես ասացի, տեսեք, ամբողջ քարոզարշավ դուք անցկացրել եք այս դավաճան բան պիտակներով, տեսեք, եկա մենք հաղթեցինք, չհազդեց դա, հասկանում եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ պատասխանը տվել են արդեն ով է դավաճանը, ով է օտարամոլը եւ այսպես շարունակ։ Մի շարունակեք դա։ Չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա անդրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենցից ոտքին։